պարոն Վարդանյան ասում եք Ալեն Սիմոնյանն ով է։ Այդ նույն Ալեն Սիմոնյանը օրեր առաջ ազգային ժողովում ստորացնում էր ընդդիմադիրներին։ Ես դրա անուն դնում եմ ստորացնել, որովհետև այսպես մատը սենց թափահարում էր ընդդիմադիրների վրա, ասում էր լռեք, ստե ես եմ որոշում, անջատեք խոսափողը, ամբիոնը ազատեք, կարգի հրավիրեք ձեր խմբակցության, թե չէ ես կհրավիրեմ։ Դա ստորացնել չի, դա ստորանալ է։ Որևէ մեկը ստորացված զգաց դրա շարժու ձևից։ Դա իշխանության նման նկարագիր է, ստորացման նկարագիր է։ Վաղը, երբ որ Ալեն Սիմոնյանը չլինի իշխանության, այդպես է պահելու իրեն, թե պահելու է ինչպես պահում էր մինչև իշխանություն լինելը։ Մարդու կյանքը շղթա է, շարք է, կենսագրության շղթաներ են։ Կապրենք կտեսնենք։ Այնպես որ դա ստորացնել չի, դա ստորանալ է։ Ընդդիմադիրներ, դուք կոնկրետ այդ ժամանակ, երբ որ այդպես մատեր թափահարում, գոռգոռում էր, ասում էր լռեք, հանգստացեք, անջատեք, Հիմա մարդը նստած է վերևում, իր ձեռքին է բարձրախոսը, իր չագուջը բանի տակ են ուժային ազգային ժողովում լցված ուժայինները, քանի նման դեպք է եղել ազգային ժողովում, դրանով բացարձակապես դա իրենց ստորացումն է։ Կրկնում եմ, որևէ մեկը դրանից ստորացված չի զգում, ընդհակառակը դուք տեսնում եք նայողն է ստորացված զգում։ Ով? Նայողը, ով որ դիտում է այդ նիստերը։ Նայողը տեսնում է, չէ՞, սրանց նկարագիրը եւ գնահատական է տալիս։ Ալեն Սիմոնյանի այլ արարքների չէ՞ վկայել է հասարակությունը։ Գուցե չի բարձրաձայնում, պատճառները խոսեցին, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, փորձում են ամեն մի, չգիտեմ, ստատուս գրողին կամ ինչին կալանավորել եւ այլ, բայց այդ մարդիկ հասկանում են, չէ՞ ինչ է կատարվում։